Լուսնե Բակումյան, ես հանդիսանում եմ։ Չէ, նոր եմ միացել, ես հանդիսանում եմ ՌՌ հանքային ջրերի գործարանի իրավաբանը եւ մենք որոշել ենք, որ այս փուլից միանա, որովհետեւ անկեղծ ասած հույս ունենք, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո դիրքորոշումը բոլորովին այլ կլինի, առնվազն գոնե դատախազությունը պետք է հայցից հրաժարվի կամ դատարանը չբավարարի այդ միջնորդությունը։ Դրա համար, քանի որ այլ ընթացք ստացավ, մենք որոշեցինք ներգրավել այս փուլում։ Համատեղելու արդյունքում կարծում եք, որ կհաջողվի հասնել։ Կարծում եմ, որ կհաջողենք, այո։ Ես ուղղակի միանալով իմ գործընկերոջ բոլոր ասածներին ու ուզում եմ երկու նկատառում այստեղ շեշտադրել, նայեք, տեսեք, դատախազությունը անդադ խոսում է պետական շահի պաշտպանության մասին, չէ։ Բայց մեզ համար ակնհայտ է, որ դատախազության գործողությունները միտված չեն պետական շահի պաշտպանությանը։ Ես ուղղակի ուզում եմ հիշեցնել, ով է այսօր գլխավոր դատախազը, այսօր գլխավոր դատախազը նախքան գլխավոր դատախազ դառնալը եղել է վարչապետի օգնականը, չէ, եւ խորհրդական է, եթե չեմ սխալվում, եւ խորհրդական եղած ժամանակահատվածում մենք ականատես եղանք բավականին սկանդալային իրավիճակներին, երբ վարչապետի խորհրդականը ստերության իրեն թույլ էր տվել խմբագրումներ մտցնել Հայրապետյանի ընտանիքի հետ կապված քննչական գործողություններում եւ որոշումներում։ Դա արդեն իսկ ցույց է տալիս, որ դատախազությունը ոչ թե պետական շահի նպատակը հետապնդում, այլ ուղղակի անձնական շահ ունեն այստեղ գործը տանելու առաջ։ Հակառակ պարագայում Սահմանադրական դատարանի որոշումից հետո ողջամիտ էր, որ իրենք պետք է դիմում ներկայացնեն եւ հայցից հրաժարվեին։ Հասկանալի է, տեսակետը շնորհակալ եմ։